Յոլչյան Production-ը ներկայացնում է Յոլչյան Production. Բարև ձեզ, ողջույն բոլորին, հարգարժան տնօրենություն, սիրելի ուսուցիչներ, ծնողներ, ողջույն թանկագին ընկերներ և իհարկե օրվա մեր ամենասպասված հերոսներ, սիրելի շրջանավարտներ, սիրելի լիբերալցիներ։ Այսօր արտասովոր և խուզիչ օր է մեր կրթօջախում, Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում։ Օդու թևածում է, թեթև տխրություն, բայց և մեծ հպարտություն։ Այսօր մեկնարկում է դպրոցական տարիների ևս մեկ հիշարժան օր, որն ազդարարում է կյանքի մի գեղեցիկ փուլի ավարտ և նորի սկիզբ։ Այսօր մեր դպրոցի շրջանավարտները ամփոփում են իրենց հիմնական կրթության ոսկե տարիները։ Վերջին զանգին նվիրված հանդիսավոր միջոցառումը հայտարարում ենք բացված։ Հնչում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը։ Սիրելի հանդիսատես, գիտենք, որ միայն սպասումով և սրտի թրթիրով սպասում եք մեր շրջանավարտների ելույթին, ուստի չարաշահելով ձեր համբերությունը, այժմ Վանաձորի Բուսան Զաքարյանի անվան արդեն հարազատ դարձած այս մշակույթի տանվեմահարթակը տրամադրում ենք 9-րդ դասարանի սովորողներին։ Այսօր 2026 թվականի մայիսի 22-ն է։ Գուցե այս ամսաթիվը սովորողներին ոչինչ չասի, սակայն այն մեր շրջանավարտներից կյանքում կգրվի ոսկե տառերով։ Բարև ձեզ, մեր սիրելի տնօրեն ընկեր Դալաքյան։ Տնօրենի տեղակալ ընկեր Գրիգորյան։ Կրթական աջակցությունների և դասերակցական աշխատանքների համակարգող ընկեր Ավետիսյան։ Հարգելի ուսուցիչներ, մեր շատ սիրելի դասղեկներ, ընկեր Առաքելյան և ընկեր Մելիքյան, ով հիմա գտնվում է ԱՄՆ-ում, ձեզ ենք տվում մեր ջերմ ողջույնները։ Ողջունում ենք նաև մեր շատ սիրելի ծնողներին և հյուրերին։ Բարև ձեզ, արդեն հարազատ դարձած Բուսան Զաքարյանի անվան մշակույթի տուն։
Չնայած որ մեր աղջիկները միշտ գեղեցիկ են, այսօր մի տեսակ յուրահատուկ են։ Այո, Ալեքս, ճիշտ ես, տեսնես ինչն է պատճառը։ Ղաներ, հավանաբար օրվա հետ է կապված։ Բայց կարծես տխուրեք, ճիշտ նկատեցիք։ Իհարկե, չէ որ այսօր մեր դպրոցում աշակերտ լինելու վերջին օրն է։ Հասկանում եք, մենք էլ կարող ենք մեր դասերից ուշանալը, Դասերին շատ ախոսելը։ Ուսուցիչների խորհուրդները, Վերխենք ու խելակ դպրոցական օրերը։ Ընկերներ, հետաքրքիր է, ինչպես կներկայանա մեր դասարանն այսօր։ բացի սահուն պտույտներով, որը շնորհիվ մեր կյանքը կպատվի նոր գույներով։ Այժմ եկեք բեմ հրավիրենք Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի սովորողներին։ Մարիա Պետրոսյան, Էդգար Բանյան։ Հոնա Սիմոնյան, Վահնա Բեբանյան։ Վիկտորիա Պոստոլոյան, Նվեր Արաքելյան, Աննա Խաչատրյան, Էդգար Օհանյան, Մարիամ Շահազարյան, Մարտուն Հաֆեդյան։ Աննա Մկրտչյան, Ալեն Քոչինյան։ Արայիկ Սերգոյան, Նարեկ Մարկարյան, Վահե Խուդինյան, Մարիա Այվազյան, Ալեքսանդր Աթայան, Նոնա Ստեփանյան, Եվ ես Սամվել Պետրոսյանս, շատ սիրելի դասներ ընկեր Արաքելյան։
Այժմ խոսքը տրվում է դպրոցի տնօրեն Հարգարժան ընկեր Դալաքյանին։ Պատիվ ունեմ անդելու այս հրաշք սովորողների մեր երեխաների կողքին։ Հարգարժան մանկավարժներ, սիրելի ծնողներ և իհարկե մեր շրջանավարտներ, ինչպես դուք ասացիք, մայիսի 22 2026 թվական ևս մեկ էջ դարձավ դպրոցի պատմության էջերից մեկը։ ԵՒս մեկ անգամ պետք է ողանջենք զանգերը և ազդարարենք մեր փառահեղ ավարտը և մի կարևոր նորի սկիզբը։ Այսօր Վանաձորի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում հերթական սերունդն է ավարտում իր հիմնական կրթությունը։ Այսօր հերթական անգամ յուրաքանչյուր տարվա նման զանգ է ողանջում։ Ամեն տարի ողանջում է, բայց ամեն անգամ նոր սպասումներով և զգացումներով։ Եվ այս անգամ այն ողանջում է ձեզ համար, մեր սիրելի շրջանավարտներ, մեր 23 սովորողներ։ Այսօր առավոտյան դպրոց մտա և մի տեսակ առանձնահատուկ տխրություն էր դպրոցում։ Եվ հասկացա, որ այդ տխրությունը ոչ թե նրանից է, որ սովորողները դպրոցում չեն, իհարկե դա էլ կապ ունի, բայց հասկացա, որ այսօր հոգու լռության օր է։ Հասկացա, որ այսօր մեր դպրոցի սյուները խորհրդավոր լուռ են։ Այդ լռությունը դուք եք, սիրելի ուսուցիչներ, հարգարժան մանկավարժներ, բայց ասեմ, որքան է լուռ եք, այնքան ավելի խոսուն եք։ Ասել եմ ու կասեմ, դուք անասելի սիրո և ուժի բառերից չեն հերիքում, այն տեսնում եք, համախմբում եք, դուք անասելի հպարտություն եք։ Եվ ամեն տարի թվում է, որ այդ ուժը ձեր մեջ պիտի պակասի, բայց հակառակը։ Էլ ավելի եք տոգորվում այդ ուժով, այդ սիրով, ճառագելով, այդ լույս ու հոգին սփռելով ձեր սովորողներին։ Մեր շատ սիրելի մանկավարժներ, ասել ենք ու կասենք, դուք եք մեր պետության ամենօրյա հերոսները, դուք եք մեր պետություն կերտողները և ձեր ամենամեծ գնահատանքը այս 21 սյուներն են, որոնք պիտի ձեր դաստիարակությամբ ու կրթությամբ կերտեն մեր վաղվա հզոր ու անկախ հայրենիքը։ Ընդունեք կրկին անգամ այս խորին ծափողջույնները, այս խոնարհումի ծափողջույնները ձեզ, մեր սիրելի մանկավարժներ։ Բայց այսօր ես իհարկե չեմ կարող չառանձնացնել այսօրվա գլխավոր դերում հայտնված 9-րդ դասարանի դասվար Լուսինե Արաքելյանին։ Առանձնահատուկ ծափողջույնները ձեզ։ Տեսել եք, որքան զայրացել եք, այնքան բարյացել եք։ Ձեր զայրույթը շատ է զազում, որովհետև դրանից հետո բարի ծիծաղն է ճառագելու հաջորդել։ Որքան գոռացել եք, այնքան ազդվել ու նեղացել եք, միևնույն ժամանակ սիրել ու գրկել եք։ Մաղթում եմ ձեզ անսահման բարություն, ժպիտ, նորանոր սերունդներ, մեր դպրոցից անպակաս։ Մեր շատ սիրելի ծնողներ, այս առանձնահատուկ օրվա համար մեծ է ձեր վաստակ ու ներդրումը։
Այս առանձնահատուկ օրը շնորհավորում եմ ձեզ ձեր երեխաների ամենակարևոր ձեռքբերման համար։ Նրանք ավարտում են իսկապես իրենց կյանքի կարևոր փուլը։ Այսօր բայց մենք հավաքվել ենք ոչ թե բողոքելու, ոչ թե զայրանալու, ձեզ զայրացնելու համար, այլ իրենցով հիանալու և հպարտանալու համար։ Սիրելի ծնողներ, մաղթում եմ ձեզ, թող ձեր հպարտությունը և հիացմունքը միշտ այսպիսին լինի, թող խաղաղ երկնքի տակ միշտ խաղաղ զանգերի ղողանջներ լինեն մեր և ձեր սիրելի երեխաների համար։ Եվ իհարկե, կրկին ու կրկին, մեր սիրելի 9-րդ դասարանցիներ, ասել ենք, կամ քիչ ենք ասել, ավելի շատ զայրացել ենք, բայց գիտեք այսօր մեր խոստովանության օրն է, մենք ձեզ շատ ենք սիրում, թույլ տվեք միշտ հետայսու հպարտանալ ձեզնով։ Ես ձեզ ուզում եմ մի բան ասել, գիտենք ուր ենք գնանք, ուր ենք լինենք, մեկ է ձեր սիրտը մնում է այնտեղ, որտեղ անցել է ձեր մանկությունը։ Դա նշանակում է, դուք ձեր սիրտը թողնում եք մեզ մոտ, հետևաբար։ Մենք ձեզ սիրում ենք, մենք ձեզ միշտ հիշելու ենք, ձեզնով միշտ հպարտանալու ենք։ Եվ մեզ մնում է մաղթել, մարդ մնացեք, ուր էլ գնանք, ուր էլ լինենք, թող ձեր մեջ բարությունը երբեք չպակասի։ Եվ իհարկե, սիրեք ձեր ընտանիքը, սիրեք ձեր ընկերներին և իհարկե մեր անկրկնելի և անփոխարինելի Հայաստանի Հանրապետությունը։ Բարին ձեզ, բարի եղեք, մեր երեխաներ։ Մի փոքրիկ ողջույնի խոսք եմ ուզում հղել նաև մեր դպրոցի ամենակրտսեր բալիկներին, ովքեր քիչ անց զարդարելու են այս գեղեցիկ բեմահարթակը, որի արդյունքում դուք շատ լավ կտեսնեք տարբերությունը, ինչպիսին իրենք փոքրիկ մուտք են գործել ու ինչպիսին հեռանում են։ Եվ այդ առիթով ես շնորհավորում եմ նաև մեր առաջին դասարանի ծնողներին, մեր կրտսերների տարաճանաչ, գրաճանաչ դառնալու կապակցությամբ։ Եվ ամենավերջում, դուք դեռ կհասցնեք առաջիններին ծափահարել, մենք այսօր ունենք սիրելի 9-րդցիների համար անակնկալ։ Այսօր հատուկ ձեզ համար Ամերիկայի Միացյալ Նահանգներից իր ողջույնի խոսքն է հղում ցավոք սրտի տեսաուղերձի միջոցով մեր դպրոցի սիրված ուսուցիչ, նաև իրենց դասեք, մինչ ընկեր Արաքելյանը, անգլերենի ուսուցիչ Հեղինե Մելիքյանը։ Հարազատ ուսուցիչներ, իմ թանկագին ու հարգարժան գործընկերներ, իմ շատ սիրելի 9-րդ դասարանի աշակերտներ, հեռավոր Ամերիկայի Միացյալ Նահանգներից ձեզ եմ հղում իմ ամենաջերմ հրավերները։ Այսօր և մեր 9-րդ դասարանը կանգնած է ավարտական բեմում, ինձ ու ձեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր ու ժամային գոտիներ։ Թեև գտնում եմ ձեզանից հեռու, բայց իմ մտքերն ու արժեքները այս պահին ձեզ հետ են, ուսուցչանոցում, միջանցքներում, դասարաններում և իհարկե այս տոնական դահլիճում։ Ես որպես 9-րդ դասարանի նախկին դասեր ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին, սիրելի ուսուցիչներ։ Այս տարիների ընթացքում դուք կրտել, բայց սիրակել ու սիրել եք նրանց։ Շնորհակալ եմ ձեր անսահման համբերության, ջերմության ու անկում գիշերների համար։ Խոնարհվում եմ ձեր վեր աշխատանքի առաջ։ Հպարտ ու անչափ ուրախ եմ, որ բախտ եմ ունեցել աշխատելու ձեզ պես նվիրյալների հետ։ Մաղթում եմ ձեզ տոկունություն, առողջություն ու նորավոր հաջողություններ ձեր աշխատանքում։ Իսկ ձեզ, իմ շատ սիրելի աշակերտներ, ուզում եմ ասել, որ ես այս պահին, այսօր այդտեղ եմ, ձեզ հետ, ձեր կողքին, այդ տոնական դահլիճում։ Մի պահ փակում եմ աչքերս ու տեսնում ձեզ գեղեցիկ ու հասունացած։ Հիշում եմ մեր միասին անցկացրած ամեն մի օրը, ձեր ասած ամեն մի խոսքը, աղմուկը, ժպիտները։ Անչափ ցավում եմ, որ այս պահին չեմ կարող անձամբ գրկել յուրաքանչյուրի։ Իմ փոխարեն դա կանի Լուսինե Սերանյանն է։
9 տարվա դպրոցական ճանապարհը հաղթահարված է։ Թող ձեր ճանապարհը միշտ լուսավոր լինի, բարի և կանաչ ճանապարհ ձեզ, իմ շատ սիրելի միավորասանցիներ, անչափ սիրում ու կարողանում եմ ձեզ։ Շնորհավոր տոնը, իմ շատ սիրելի կոլեկտիվ, իմ շատ սիրելի դպրոց։ Գարուն է, այս գարուն է կեսաշունչի շրջերհով, տակնու վրա արեց հոգիս, սիրտս հնդած, քացը մի ձանից փոթորվեց հոգիս, և ես կոչեցի, սիրում եմ գարունը, մարդկանց, գուցե բոլորն էլ այնպիսի կարոտով ու երազանքով, անանուն տակնապով են սպասում գարնանը։ Այս գարունը մեղմիկ է այնպես, չգիտեմ ինչու, գուցե պատճառը տարիքն է մեր։ Կանգ ժամանակ, սա իմ հարազատ դպրոցում սովորելու վերջին գարունն է, գուցե ամենաանհոգը, ամենապայծառը, գարուն է, պայծառ է, երջանկության երազքով ժպիտներ, բաժանման արցունքներ ու վերջին զանգ։ Տարիներ գլորվեցի, պատանին ես դասվեցի, ես ու դու ունենք մի պատմություն, իմ ու քո դեպոց երջանկություն, հարացած իմ ընտանի, ուրանոք իմ երջանի, դեպրոցի կրպան, բոլոր մորքով, հարիներ, անցավ, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, դեպրոցի կրպան, բոլոր մորքով, հարիներ, անցավ, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, ես գործի ակում ենք ընկրվել, վրխել քով, մենք ենք ասիկ պատել, ոչ ամեն ու ոչ պատկած, ձեզ եղել ենք բան ու հավ, ես այստեղ բացել ու նախացել, ձեզ սիրել ենք ամեն ուշացել, իմ դպրոց ամեն ժամանակ, հեղանում եմ ես անհար, դպրոցի ժամանակ, բոլոր մորքով, հարիներ, անցան, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, դպրոցի ժամանակ, բոլոր մորքով, հարիներ, անցան, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, դպրոցի ժամանակ, բոլոր հարիներ, անցան, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, դպրոցի ժամանակ, բոլոր հարիներ, անցան, գլոր ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, ժամանակ, մի պար, արել ես, անգուտացել ես, վերջին ծավ, Ուր էլ որ գնանք, որտեղ էլ լինենք, այս է մեր տունը, մեր խաղաղտունը, սրտից մեջ թաքուն անկյուն եմ ստեղծել, գույներով լեցուն, վայնապատել, խաղաղմակություն, պատանեկություն։ Շնորհակալ եմ ձեզ մեր գունեղ գույներ, որ կաք մեր սրտում։ Ինչ է որ լինի, ուրեք տանի մեզ կյանքը հետևելու, հյուրաքանչյուր գույն իր տեղը ունի, իմ փոքրիկ սրտի ամեն անկյունում։ Ուզում ենք փնջել հուշերը բոլոր, ու այնպես պահել, որ չթառամի։ Ուզում ենք մեր սրտի զարկերը հզոր, այսօր բոլորի լսելի լինի։
մարդասիրությունը և իհարկե ընկերասիրությունը։ Եվ հենց այս կարևորի մասին է մեր հաջորդ ելույթը, որպես ընկերասիրության բառ օրինակ դպրոցի 4-րդ դասարանցիները և 7-րդ դասարանի սովորող Արթուր Մինասյանը հանդես եկան ելույթով, ողջունելով իրենց ընկերների 9-րդ դասարանցիների։ Եվ տարերը, և թվերը, և անգամ օտար լեզուները, դպրոցում ենք, սովորում ենք, անկասկած երազանք, բայց ինչ է կարիերը, բացատրել անձորի կրկերը, ամենամ պես տաշում ենք, մեզ հտում է դանգրված, դրանքած մի օր տղեցան, ձերքուր իմ հարազատ, միշտոքնեմ ես ես հաստատ, ամենալավ այգերը նա է, ով ներև գիտի, ով մեզ ես կիսում է, մեզ ունած կոսրտի, ամենալավի այգերը նա է, ով մեզ գիտի, ով մեզ պայմում է, մեզ աղի կոսրտի, Դե խուր ես ու լուր ես, դու իշին, որ ինձ համար քույր ես, ու որ ես միշտ կողքիդ եմ, մեր սիրող հարազատ, ես գիտեմ, որ խաղերը ու բոլոր ուրախ կատակները, գունավոր են, լուսավոր են, երբ ուպես ընկերներ, և անգամ եթե վիճում ենք, մի պահին ենք մոլանում, իրար ենք շվում, ամենալավ ընկերը նա է, ով ներև գիտի, ով մեզ հետ կիսում է, ինձ ունած կոսրտի, լավարի ընկերը նա է, ով մեզ գիտի, ով ինձ պահում է, մեզ աղի կոսրտի, ամենալավ ընկերը նա է, ով մեզ գիտի, ով մեզ հետ կիսում է, ինձ ունած կոսրտի, լավարի ընկերը նա է, ով մեզ գիտի, ով մեզ հետ պահում է, մեզ աղի կոսրտի, լավարի ընկերը նա է, ով մեզ գիտի, ով մեզ պահում է, մեզ աղի կոսրտի։ Սա տարիներ առաջ այս նույն նստաներին նստած մի երեխայի երազանք է։ Նա նկարել էր իր ապագայի դպրոցը, գուցե չպատկերացնելով, որ մի օր իր նկարած գույները կդառնան մեր իրական պատերը։ Այդ նկարը տարիներ շարունակ լուրջ սպասել է Բահարանի մութ անկյունում, կարծես հսկելով մեր դպրոցի ճակատագիրը, մինչև որ եկավ ժամանակը և այդ երազանքը դուրս եկավ լույս աշխարհ և մարմին առավ։ Այսօր մենք քայլում ենք հենց այն միջավայրով, որոնք այս թվի վրա են։ Մենք սովորում ենք այն լույսի ներքո, որը տեսնում էր այդ երեխան։ Այսօր, երբ մենք կանգնած ենք այս ժամանակակից վերանորոգված և շունչ առած պատերի ներսում, մենք հասկանում ենք մի կարևոր ճշմարտություն։ Այն ամեն ինչ կար է նկարում, դարձել է մեր իրականությունը, մեր երազանքը։ Հնչեց վերջին զանգը, հուզմունքը չի հեռանում իմ սրտից, հնչեց վերջին
Տարիներ ու անհոգ օրեր միշտ կզգամ ես ձեր կարիքը Կյանքիս ուսուցիչներ ու դասընկերներ Դուք եղաք իմ ընտանիքը Ժամանակը ինչպես անցավ Այդպես էլ մենք չիմացանք Հիշելով զանգը առաջին Մոտեցավ օրը վերջին Ընչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Ընչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում ենք իրանից Ընչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Ընչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում ենք իրանից Ընչեց վերջին զանգը Հուզմունքը չի հեռանում իմ սրտից Ընչեց վերջին զանգը վերջին դասը Բաժանվում